մեր ազգին արտաքին թշնամի պետք էլ չի։ Ինչ պատերազմ, ինչ խաղաղություն, ինչ կռիվ, ինչ տանկ։ Ինքնաոչնչացման մեխանիզմներ են միացրել ու շատ լավ աշխատում են այս մեխանիզմները։ Ազգ, որ դարեր է անցել պատերազմների միջով, աքսորների միջով, սով, կռիվներ, ցեղասպանություն, երկրաշարժ, եկել հասել է 21-րդ դար։ Կարծես թե լուսավորության դար է։ Արհեստական բանականություն են ստեղծել։ Բայց այն տպավորությունն է, որ մեր ազգի մի մասի մեջ ընդհանրապես բանականություն չկա։ Երբ որ դու խոսում ես հայրենասիրությունից, ասում են պաթոս է։ Հայրենասիրական երգերը պաթոս էին։ Երբ որ խոսում ես հայոց պատմությունից, ասում են պաթոս է։ Երբ որ խոսում ես մեծ հայքից, ասենք որ Արցախը, Ջավախքը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը հայկական հողեր են, հայերի ժառանգությունն են, ասում են պաթոս է, կամ գնա վերցրու այդ հողերը, դե գնա վերցրու, ասում են։ Եթե չես գնում վերցնես, ուրեմն պաթոս է։ Ու հասկանում եք, եթե այս մտածողությամբ այլ ազգեր ապրեին, ասենք թե հրյաները դարերով պետություն չեն ունեցել։ 3 կրոն են ստեղծել, տվել աշխարհին, որի միջոցով աշխարհը ղեկավարում են։ Ասենք իրանք գիրք են գրել, որին քիչի իրանք են անվերապահորեն հավատում, հավատացրել են նաև աշխարհի 70%-ին։ Քրիստոնեություն, որ բերել են Հայաստան, մեզ ընդունել են տվել սրով ու հրով, մենք նախաքրիստոնեական պատմությունից շատ քիչ բան գիտենք, այդ խաղաղության եւ սիրո կրոնը, որ բերել են մեզ է տվել, իրանք դա չեն էլ ընդունում։ Իրանք ընդունում են իրանք գրած գրքից այն, ինչը իրանք պետք է։ Իրանք ձեռընտու է։ Այսինքն իրանք Աստծո ընտրել, չգիտես ինչի Աստված իրանք է ընտրել, մի հատ լավ մարդ կար իրանք ազգի մեջ, աշխարհում էլ մարդ չկար, մենակ այդ մեկն էր, դրա պատճառով Աստված իրանք ընտրեց, ընտրյալ ազգ են։ Պատկերացրեք, իրանք սրան հավատում են ու քիչ իրանք են հավատում, աշխարհին հավատացրել են սա։ Հա, ու դրա պատճառով այդ ավետյաց երկիրը Աստված տվեց իրանք։ Ու այս գեր նպատակը ազգային գաղափարախոսություն են սարքել։ Ու դարերով եկել են այս գաղափարախոսությունը իրականացնելու։ Եվ իրականացրել են ոչինչի արչև կանգ չառնելով։ Այսինքն, անգամ իրանց ազգակիցներին դուք հոլոկոստի պատմությունը ուսումնասիրեք։ Ասենք, այո, ֆաշիստների ձեռքով, բայց հենց իրենց ազգի ներկայացուցիչները այդ հոլոկոստը կազմակերպել են։ Եվ հոլոկոստում մենակ հրյաներ չի, որ զոհվել են, շատ ազգություններ են զոհվել այդ ժամանակ, բայց իրանք այդ հոլոկոստը սեփականացրել են եւ աշխարհին այսպես ցույց են տվել, որ իրանք այդ արժանի են, որպեսզի այդ ավետյաց երկիրը վերջապես իրենց է լինի ու աշխարհը տվել է այդ երկիրը իրանք, այսինքն իրանք ցանկացած պետությունը ստացել են։ Հրյաները փոքր սփյուռք չունեն, մեզնից մեծ սփյուռք ունեն։ Եվ բայց որտեղ էլ որ հրյան ապրում է, ինքը այդ ազգային գաղափարախոսությունը կրում է։ Որ երկրում էլ ապրի, տուր քամուծում Իսրայելին։ Նետանյախուին հարցնում են, ասում են, բա որ քո ինքնաթիռը, ասենք վայրեջ կատարի, ասենք փչանա ու վայրեջ կատարի ինչ որ մի երկրում, թշնամական երկրում։ Ասում են, մենք բոլոր երկրներում էլ մեր մարդիկն ունենք։ Հասկանում եք ինչ են արել հրյաները։ Ինչպես են արել, ունենալով ազգային գաղափարախոսություն, գեր նպատակ։ Եվ այդ գեր նպատակի հետևից գնացել են, ոչինչի առաջ կանգ չառնելով ու հասել են իրանց նպատակին։ Իսկ ձեր նպատակը ո՞րն է։ Եթե հրյաները այդպես մտածեին, ինչպես մենք ենք մտածում, որ մեծ հայքը դա անիրատեսական է, կամ Արցախը այլևս անիրատեսական է, կամ Ջավախքը անիրատեսական է, երբ որ դու այդ նշաձողերը իջացնում ես այդ ամյուբայի կենցաղային մակարդակի, դու իհարկե ինքնաոչնչացման ենթակա ես։ Եթե հրյաները այդպես մտածեին, այլ ոչ թե մտածեին, որ իրանց գրած գիրքը դա իրականություն է եւ պետք է իրանք դրա հետևից գնան ու հասնեն դրան։ Ու այդ ճանապարհին ոչինչ չխնայեն։ Գնացին ու հասան։ Իսկ եթե այսօրվա հայերի նման մտածեին, իրանք արդեն ոչնչացած կլինեին։ Ձեր երեխաներին ինչ գրքեր եք տալիս կարդալ կամ ինչ նպատակներ են դնում ձեր երեխաները։ Ինչ նպատակ ունեն, ասենք, մի հատ լավից պատից մասնագիտություն ստանան, ավտոդզող փչող դառնան կամ ասենք նա բու հավատեն, որ վաղը մի տեղ աշխատանքի ընդունվեն ու իրանց կենցաղային այդ հացի խնդիրը լուծեն։ Ձեր երեխաներին տվեք նժդեհ կարդալ, ձեր երեխաներին տվեք լեր կամսարտ կարդալ։ Այո, կենցաղային խնդիրները եւս պետք է կարողանալ լուծել։ Դա էլ է անհրաժեշտություն։
բայց ազգային գաղափարախոսություն եւ ազգապահպանման համար սերունդ չդաստիարակելը դա ուղիղ ճանապարհ է ինքնաոչնչացման եւ ոչ մի արտաքին թշնամի մեզ պետք չի այս դեպքում եւ havatatsek մինչեւ ազգային գաղափարախոսություն կրող մարդիկ չգան Հայաստանի իշխանության իրական ազգային գաղափարախոսության մարդիկ չգան ոչինչ չի փոխվելու Հայաստանում մի իշխանության փոխարինելու մյուս իշխանություն եւ այսպես այս տգետ մասան պետք է յուրաքանչյուր եկած իշխանություն բարձացնի աստվածացնի դնի իր գլխին եւ այն վերևից այդ բարձրից պետք է կեղտոտեն հենց այդ իրանց բարձրացնողների գլխին այդպես էլ չհասկացան որ իշխանությունը դա մենեջմենտ է որին ընտրում են որպեսզի աշխատի դա աստված չի որ աստվածացնես դնես գլխից եւ եթե սխալ բան անում եթե հայրենիքին ի վնաս բան անում ուրեմն պետք է հեռանան ինչ իշխանություն եկավ ով եկավ իշխանության բոլորին մարդ սարքեցիք ասենք այն կեղտից տիղմից հանեցիք բերիք նստացրեցիք ձեր գլխին սարքեցիք մարդ ու ինքներդ մնացիք այն ամենահասարակ պրիմիտիվ կենցաղային հարցերը լուծող անձնավորություններ ինչու որովհետեւ ազգային գաղափարախոսությունը մի կողմ եք նետել հայրենասիրությունը ձեզ համար պաթոս է դուք չեք գնում այդ ճանապարհով մեծ նպատակներ չեք դնում եւ այդ նպատակներով չեք գնում ձեր երեխաներին էլ այդպես չեք դաստիարակում որ մեծ նպատակներն են ընդհանրապես մեծ նպատակներ պետք է տալ երեխաներին որ եթե այդ մեծ նպատակներից մինիմումին էլ որ հասնի ուրեմն շատ բանի հասած կլինի հայտի ժառանգներ պետք է դաստիարակել որտեղ էլ որ ապրեն այսօր որ հայերին բաժանում են դա մենակ մի նպատակ ունի ինքնաոչնչացումը մեր ինքնաոչնչացումը արագացնել ասենք բաժանում են Ղարաբաղցի իջմիածնցի չգիտես ասենք դրսի հայ ներսի հայ յուրաքանչյուր ոգ որ նման բան ասում նա հայի թշնամի է նա հայ չի ազգությամբ եթե հայերին տարանջատում է իրանց տեղը ապրելով կամ իրանց ինչ որ մի տեղանքի անունով տալով եւ ասում է դուք իրավունք չունեք այս սրանք իրավունք ունեն ինչի իրավունք ունեն ասենք Մոնթեն որը եկավ Սփյուռքից Հայաստանի համար կռվեց ձեզ համար անարժեք է այսօր դրսի հայ չէր ազնավուրը դրսի հայ չէր յուրաքանչյուր ոգ որ նման արտահայտություն անում ինքը արդեն դավաճան ազգի այնպես որ հարգելի հայրենակիցներ գեր նպատակներ պետք է ունենալ եւ գնալ այդ գեր նպատակների հետևից եւ անպայման հաջողության կհասնենք մեզ անհրաժեշտ է որ մեր երկրի ղեկավարության կան ազգայնական ուժեր որպեսզի ինչ որ բան փոխվի